Միկրոտրավմաները ոչ միայն մկանային աճ չեն առաջացնում, այլ նաև ռեալ մկանային տրավմա ստանալու հավանականությունը շատացնում են։ Մեր մկանաթելերը ինդիվիդուալ մկանի բջիջների, այսինքն սարքոմիրների շղթաներ են։ Երբ որ մկանը կծկվում է, այս լինում է նրա հաշվին, որ ամեն ինդիվիդուալ մկանի բջիջ մի փոքր կծկվում է ու մի փոքր կարճանում է, ինչի հաշվին նաև կարճանում է ընդհանուր մկանաթելը։ Սակայն երբ այս մկանի բջիջները կծկվում են, իրանք այս կծկման ուժը փոխանցում են ոչ թե երկայնությամբ, այսինքն ոչ թե ամեն մկանի բջիջ քաշում է իր կողքի մկանի բջիջին, այլ այս կծկման ուժի մեծ մասը փոխանցվում է էնդոմիզիումի միջոցով, որին որ մեր մկանի բջիջները կպնում են քոստամիրների շնորհիվ։ Որպեսզի լավ պատկերացնեք այս process-ը ոնց է լինում, հիշեք պարան քաշելու խաղը։ Եթե մարդիկ քաշեն իրար ձեռքերից, ապա մաքսիմալ քաշելու ուժը սահմանափակ է լինելու ամենաթույլ խվածքայով մարդու ուժով։ Բայց պարանի խաղում մարդիկ բոլորը քաշում են հենց պարանից, ինչի շնորհիվ ամեն ինդիվիդուալ մարդու քաշելու ուժը գումարվում է։ Ու մեր մկանի բջիջները իրենց կծկման ուժը նույն պրինցիպով են փոխանցում։ Պատկերացրեք ամեն մարդ պարանի խաղում այդ մի հատ ինդիվիդուալ մկանի բջիջ է, ու պարանը այդ էնդոմիզիումն է։ Ու ձեռքերը, որոնցով որ մարդիկ բռնում են ու քաշում են այս պարանը, այդ քոստոմիրներն են, որոնցով մկանի բջիջները կպնում են էնդոմիզիումին ու քաշում են այն կծկվելուց։ Երբ որ մենք մկանը շարունակաբար ենթարկում ենք ձգված դիրքի, ապա նրանում միկրոտրավմաներ են առաջանում այն հատվածում, որ ավելի մոտիկ է ջլին։ Ու սրա պատճառով մկանում քոստոմիրների քանակը, որոնց միջոցով որ մկանի բջիջները կպնում են էնդոմիզիումին, սկսում են քչանալ։ Ու այսի ռեալ մկանային տրավմա ստանալու ռիսկը շատացնում է, քանի որ էնդոմիզիումը շատ ավելի պինդ է, քան մկանի բջիջները։ Այս միկրոտրավմաները ամենաշատը առաջանում են, երբ որ մենք թեթև քաշերով շատ կրկնություններ ենք անում, հատկապես նեզ վարժություններում, որոնք որ աշխատացնում են մկանը ձգված դիրքում։ Դրա համար ծանր քաշերով պարապելը ու քիչ կրկնություններ անելը իրականում շատ ավելի ապահով է, ի տարբերություն նրան, թե ինչ են մարդկանց մեծ մասը մտածում։ Երբ որ մարդիկ ինչ-որ այսպես տրավմա են տեսնում, իրանք միշտ վերագրում են այս հենց այս մի անգամը վարժությունը կատարելու։ Իրանք միշտ ասում են, դե երևի քաշը շատ ծանր էր վերցրել կամ երևի իր տեխնիկան ճիշտ չէր անում, այս սրա պատճառով եղավ։ Բայց իրականությունը նրանում է կայանում, որ այս տրավմաների մեծ մասի պատճառը այդ հենց այդ մի անգամը վարժությունը անելը չի, այլ այնա, որ դու շարունակաբար շատ բարձր կրկնություններ ես արել շատ թեթև քաշերով ու ժամանակի ընթացքում այս միկրոտրավմաները հավաքվել են ու քոստոմիրները քչացել ու դու հասել ես ինչ-որ այնց կետի, որտեղ նույնիսկ այդ քաշով վարժությունը անելը կարա այսենց ռեալ տրավմա առաջացնի։ Այսինքն հիմնական պատճառը դա է, որ դու չես հասցրել նորմալ վերականգնվես ժամանակի ընթացքում ու չափից ավել շատ բաներ ես արել։ Խնդիրը դա հենց վարժությունը չի կամ քաշը։ Խնդիրը այնա, որ դու չես հասցնում վերականգնվես պարապմունքների արանքում։